Կառավարության նիստի ժամանակ անջատումը հոսանք։ Սա այն է, ինչի մասին նոր ձեզ ասում էի։ Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնելու եւ չունենք, կարծում եմ չենք էլ ունենալու։ Ով վախը կբռնի, պարզ կդառնա մոտ ապագայում, բայց որ Փաշինյանն ու իր թիմակիցները դժգոհ են Հեցի աշխատանքից, միայն գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումից ու կալանավորումից հետո լայն արձագանք ստացավ։ Բայց միկրոֆոնները աշխատում են, այդ նորմալ է։ Իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել են, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը լավ չի աշխատում։ Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հստակ ձևակերպեց. Հեծն ազգայնացնելու ծրագիրը շուտով օրենքի ուժով կյանքի կկոչեն։ Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա։ Ինձ հարց տվեց լրագրողը, ասում է դուք կանխատեսում եք, որ հնարավոր է այսպիսի գործընթաց, ասում ենք չենք պատրաստվում խելագարության կանխավարկածով առաջնորդվել։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեր համար, բնականաբար արդեն մենք հասկանում ենք, բայց այդտեղ արդեն միջազգային կազմակերպություններ, մեր գործընկերների հետ միասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը խոսեց հոսանքազրկումների խնդրից։ Այո, դրանք կան, բայց շատ դեպքերում իրենց չվերագրվող ենթակայանի պատասխանատվությունը եւս մնում է իրենց ուսերին։ Մեր ազգաբնակությունը գիտի, սակագինը վճարեց, գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանքը անջատվեց, մեղավորը Հեցը։ Նույն այդ մոլը, այսպես ասած, այդ մոլի պատմությունը, որ որևիցե կապ չունենք, երկու կողմից ծնուցում ունի, մեկը Պեկի նախկին պաշտպանության նախարարության շենքից, այո, մեկը Կարիտաս գծից բերել է համաձայնություն տվյալ սեփականատերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ հզորության թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն իրենց ունեցածից այսքան տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայանից, 0 պարտավորություն, 0, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ։ Ոչ մոլն է հանդես գալիս, ոչ մեկ։ Դավիթ Ղազինյանը զարմանում է, ինչպես է ստացվում, որ անցած տարիների ընթացքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նույնիսկ ակնարկ չի եղել, որ խնդիրներ կան Հեցում, առավելևս այնպիսիք, որոնք կարող են բերել գործունեության կասեցման։ Իսկ այսօր արդեն պետությունը որոշում է Հեցի կառավարումը վերցնել իրենց ձեռքից։ Երբեք Հեցը չի հայտարարել, որ մենք չունենք խնդիրներ, մենք միշտ ճիշտ ենք եւ այլ։ Եթե այդպիսի հայտարարություն գտնեք, խնդրեմ։ Ես ունենալով այդ լիազորությունը, հիմա եւս մեկ անգամ ձեզ հայտարարում եմ։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Մեզանից լավ այդ խնդիրները ոչ մեկ չգիտի, չի էլ կարող իմանալ։ Բայց մոտավորապես այդ չափով ի սկզբանե իմացել է կառավարությունը։ Դավիթ Ղազինյանի խոսքով Սամվել Կարապետյանի շուրջ զարգացած իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ քայլ չի արել ընկերության հետ երկխոսելու, փորձելու խնդիրները հասկանալ։ Իսկ Սամվել Կարապետյանի ազատության գինը կվճռի Հեցի ճակատագիրը Ղազինյանը պատասխանում է։ Կարապետյանի ճանաչող մարդիկ գիտեն, որ հնարավոր չի։ Ոչ թե հնարավոր չի պայմանավորվել, այսպիսի պայմանավորվածություններ հնարավոր չի։ Սա արդեն ասում եմ իմ կարծիքը, որովհետև հաստատապես ինքը դա կարող է ասել, բայց ես համոզված եմ, որ դա էլ պնդելու է։ Այսինքն ինչ որ գործարքի ազատություն։ Իմ կարծիքով ոչ։ Գործարքի գնալու պարագայում չէր հայտնվի այս վիճակում, այսպես ասեմ ձեզ։ Իշխանության Հեցում աշխատավարձ բարձրացնելու խոստումը Հեցի ներկայացուցիչը միֆ է համարում։ 6800 աշխատող ունենք մենք, մոտավորապես մինուս շատ փոքր թիվ, եւ այդ 6800 աշխատողից չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քանակ կհավատա դրան, որովհետեւ աշխատավարձները 30% բարձրացնելու պարագայում կարծում եմ նորից իմ կարծիքը մոտավորապես 3 միլիոն մարդ կսկսի ավել վճարել, որպեսզի 6800 մարդ ավել փող ստանա։ Այսինքն սակագնի խնդիր առաջանալու միանշանակ։ Այստեղ մենք ինչով ենք զսպել սակագինը, շատ կարճ անդրադարձ դրան անեմ, զսպել ենք կորուստների տոկոսի նվազելիությունով, այսինքն կորուստների տոկոսը նվազելու դեպքում
գեներացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը։ Հոսանքի թանկացումից հեծը մասնաբաժին չունի, բացատրում է։ Հետի նախաձեռնությունը երբեք չի եղել սակագին բարձրացնելու 16 թվականից հետո, եւ ինչպես պարոն Կարապետյանն է իր հարցազրույցներում նշելու, այնտեղ անգամ ժամկետ կա, որ չի լինելու, իսկ հանձնաժողովի նախաձեռնությունն էլ չի եղել, բարձրացվել է սակագներ արտադրողի, տեղափոխողի, մենք բաշխողն ենք։ Այդ 4.8 դրամը, որ թանկացել է իրենց համար, ոչ մեզ համար։ Հեծը պետականացնելու նախագիծն ԱԺ արտահերտ նիստում կքննարկվի վաղը, հուլիսի 1-ին։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։